Ուղղակի տենց խոսքը եղավ աղոթքի մեջ, որ իմ զավակները իրանք, որ դատում են եւ չարախոսում են, մոռանում են, որ իրանք էլ պետք է դատվեն։ Գիտեք, ինչքան սարսափելի բան է կենդանի Աստծո ձեռք ընկնելը։ Ոնց կարա մարդը մեկին դատի, բայց ինքը դատապարտությունից ազատ լինի։ Հռոմեացի 2-ում գրված է, որ դու եթե դատում ես, դու երբեք դատաստանից չես բրծնելու։ Եվ ես դրա մասին մի կարճ շատ հակիրճ փորձեմ, որ շատ շուտ տենց ներկայացնեմ ձեզ։ Հենց խոսքը դրա մասին է, որ այսօր եկեղեցու անդամները եւ ինչու՞ չէ անգամ չմկրտվածները նեղված են իրանց սպասավորներից։ Ու ստեղ շատ կան դրանցից։ Քիչ չեն, 90%-ը երևի ավելին։ Ու Սուրբ Հոգին դրել է հենց դրա մասին խոսալ եւ որ այդ թեման պետք է մի քիչ ավելի կբացվենք եւ կգանք Աստծո առաջներում խնդրելով։ Ամանչելու կարիք չկա, եղբայրներ քուրեր։ Կարիք էլ չկա, որ գնաս վերջում քո սպասավորին ասես, որ ես քո հետևից խոսացել եմ կամ քեզանից նեղված եմ։ Գիտեք ինչ, Աստծո առաջ որ պետք է կանգնենք քիչ հետո, դու Աստծուն ասա։ Քո սիրտը բեր Քրիստոսի առաջ, որ դատել ես քո սպասավորին, որը Աստծո ծառան է։ Հիմա մարդիկ կային, որ եղբոր ասում են ամարտ այդքի չմեռավ։ Մարդ կար, որ ուզում էր մեռներ ես մարդը։ Ինչի համար, որտեղ վրեն խոսացող էր, մի սխալ բան էր անում, վրեն խոսում էր։ Եթե դու քո վրա խոսացողին, քո համար հոգ տանողին չես սիրում, նեղվում ես, դու այս համարներս այս կկարդամ, մեզ ես է ձեր մեջ։ Հիշենք, որ մենք դատաստանից չենք բրծնելու։ Հիշում եք Ահարոնը եւ Մարիամը Թվոց գրքում Թվոց 12-ն ասա 1-ից մինչև 10-րդ խոսքերը կարա գրեք, հետո կարդաք սենակներում կամ տանը։ Երբ որ գրված է Մարիամը եւ Ահարոնը Մովսեսին դեմ խոսեցին, անոր առած Եթովպացի կնոջ համար, քանզի անիկա Եթովպացի կին առել էր։ Տեսեք, ստեղ երկուսի կեղծավորությունն էլ պարզ ակնհայտ երևում է։ Ոնց որ սկիզբը սկսում են, թե դու յանին չես Եթովպացի կին առե, բայց ներքևում գիտեք ինչ ա գրված։ Ասում է, ընչի մենակ Աստված քո միջոցով է խոսում։ Դեն մեկ մարդը կարա դիմակ հագնի, ինքը դե Եթովպացի է, յանի հրյան խիպտի Եթովպացի առներ։ Իբր իրանք այնքան Աստծո օրենքներին կողմ էին, որ պետք է վերջը Մովսեսը Եթովպացի չառներ, բայց սրտների մեջ լրիվ ուրիշ նպատակ էր։ Պատահում է, որ քո սրտի մեջ, քո սպասավորի դեմ ուրիշ բան կա, բայց դու նայում ես մի հատ հոգևոր մի բան գտնես, դրանով կպնես իրան, որ հետո քո ուզածը դնես իրա դեմը։ Ժողովուրդ ջան, դա կեղծավորությունն է, դες բանից պետք է ապաշխարենք, ես է ձեր մեջ։ Եվ հետաքրքիրը գիտեք որն է, երբ որ իրանք դեմ խոսեցին սպասավորին, իրանց ավակ եղբայրն էր Մովսեսը։ Եվ հետաքրքիր է, սրանք հասարակ մարդիկ չէին։ Ահարոն եւ Մարիամ առաջնորդներ էին։ Երբ էր առաջնորդում Մարիամը։ Ահարոնը այդ հազարավոր, միլիոնավոր մարդկանց վերջ առաջնորդում էր։ Բայց ոնց հակառակորդին հաջողվավ, որ վերցնի սրանց եւ օգտագործի Մովսեսի դեմ։ Ու հետաքրքիր է Աստված, ես միշտ այս թեման, որ սենց մեկ-մեկ միտքս դնում է Տերը խոսում եմ, Աստված կանչում է ոնց որ ասում է լարի մի հատ խոսանք իրար հետ։ Դու գիտեք, որ Աստված իր սպասավորների թիկունքին կանգնած է, այսի ոչ թե մեր ծառայողներիս համար եմ ասում, ժողովուրդ ջան, այլ մենք է ձեր մեջ, մեզ բոլորիս համար եմ ես խոսքը խոսում, որ մենք չհամարձակվենք հանգարց, հետևից խոսալ կամ չարախոսել։ Եթե բան ունես իրան, գնա նստի հարազատի պես խոսա իր հետ։ Ոչ թե հետևից դատի ու բամբասի քո սպասավորին։ Ու այդ մեղքը շատերին է բռնե։ Ու չենեսկի խոստովանում է, շատ քիչ անկեղծ մարդիկ կան, որ կարող է գնան իրանց սպասավորին ասեն ինձ կներես, ես վերջը քեզ դատել եմ, բամբասել եմ, կամ նեղվել եմ, կամ չարախոսել եմ քեզանից։ Ու տեսեք ինչ է ասում Աստված Մարիամին եւ Ահարոնին։ Ասում է ուստի իմ ծառա Մովսեսի դեմ խոսելու ինչու չվախցաք։
Տեսեք, մարդը մտածում է, որ ինքը խոսում է, բայց Աստված չի լսում, որտեղ այնտեղ ներկա չի։ Իրանք ֆիզիկապես աչքերով չեն տեսնում, բայց Տերը ներկա է այնտեղ։ Ինչ որ խոսացել են Մարիամը եւ Ահարոնը եղբայրներ քուրեր, Աստված լսել էր այդ բոլորը։ Եվ ասում է դուք ինչու չվախեցաք իմ ծառա Մովսեսի դեմ խոսելու համար, ինչու։ Ժողովուրդ ջան, մի օր կարողա դու էլ կանգնես Աստծո առաջ եւ Աստված քեզ էլ հարց տա, գիտես։ Դու ինչու չես վախեցել իմ ծառայի հետևից խոսալուց։ Այսինքն դու պիտի վախենաս եւ պատվես իրան, այդ համարներն էլ ես դուրս եմ անել, կարդամ կարա գրեք ձեզ մոտ։ Ես հիշում եմ Գերմանիայում տարիներ առաջ, երբ որ հավաք տենց ամեն չորեքշաբթի հավաքվում էինք աղոթքի, ես ուղղակի այդ օրը տեղ էի, տենց կանգնած աղոթք էինք անում, երկու հատ գերմանացի քույրիկներ էին եկել, իրոք սրտերը գիտի միայն Աստված։ Այնտեղ մարգարեներ կային, եկել են իրանց հոգսեր համար աղոթելու։ Ուրեմն աղոթքի ժամանակ մարգարեն մոտիկացավ այդ քույրիկներին, այնտեղ այդպես է, հոգսատերը գալիս է, տես կանգնում էին, մարգարեները մոտիկանում են, հերթով աղոթելով գնում էին։ Մեկ է մարգարեն մոտիկացավ այդ երկու քույրիկին, նույն բանն ասեց։ Ասեց, «Այսպես է ասում Աստված. ինչու եք ձեր քարերը շպրտում ձեր սպասավորի վրա։ Չէ որ նրանք իմ ձեռքերի մեջ են, ձեր քարերը իմ վրա եք շպրտում»։ Այդ խեղճ քույրիկները երկուսն էլ միանգամից գետին ընկան։ Ու սկսան լացով խոստովանել, ու ինչ էին ասում, ասում են մենք դեռ նոր, ստեղ չհասած ավտոյի մեջ մեր սպասավորին դատում, բամբասում եւ փնորում էինք։ Տեսեք, սկի երևի մի ժամ էլ չէր անցել։ Եվ Աստված անմիջապես կանգնեցրեց ոչ թե այդ մարդկանց դատելու համար։ Ուղղակի Աստված չի ուզում, որ իր զավակները սատանայի ծուղակի մեջ ընկնեն։ Երբ որ ես կամ դու սկսում ենք դատել մեր սպասավորներին, վերջ Աստծո ծառաներին, հիշեք եղբայրներ քուրեր, դրա շարժառիթը գալիս է սատանայից։ Դրա աղբյուրը, այդ հրահրողը հակառակորդն է։ Այդպեսի համար կա գրված, նայեք հայտնության մեջ։ Տեսեք ինչ է ասում 12-րդ գլխում է դա գրված։ Եթե դու եղբայրների դեմ չարախոսում ես կամ հետևից բամբասում ու դատում ես, քեզ լեցնողը սատանան է, այդպես է գրված, որտեղ ինքը դրա հայրն է։ Տեսեք 12-րդ գլխում է գրված, 10-րդ խոսքի երկրորդ պարբերությունն եմ կարդում։ Գրված այսպես, վասնզի մեր եղբայրների դեմ չար խոսողը, հետաքրքիր է, ինչի համար գրված չի, մեր եղբայրների դեմ բարի խոսողը։ Դու կարաս քո եղբայրների համար բարին խոսած, ի՞նչ ես խոսում։ Ասում եմ մեր եղբայրների դեմ չար խոսողը, այսինքն չարախոսություն ընողը վայր ընկավ։ Ինչ հետա պարզ ագրված։ Վասնզի մեր եղբայրների դեմ չար խոսողը վար ձգվեցավ, որ անոց դեմ չարախոսություն կներ գիշեր ցերեկ մեր Աստծո առջև։ Փաստորեն այդ չարախոսությունը, եթե մարդ է, թե դու երիտասարդ բռնվում ես այդ ոգիով, քեզ ուրեմն բռնում եւ օգտագործում է հակառակորդը։ Դու մի մտածի, որ ինքը սխալ է եւ այլը, դու այդ իրավունք ունես, դու այդ իրավունքը չունես։ Դու իրավունք ունես լացելու, աղոթելու իր համար։ Դու իրավունք չունես քո կողքինին ասելու, բացելու այդ մեղքը։ Ի վերջո ինքը քո հոգեվոր հայրն է։ Լավ տկարություն ունի, սխալ ունի, դու չես ելում տարածում եղբայրների կամ քույրերի մեջ։ Հիշում եք, երբ որ Նոյը գրված է, որ վերջը գինի խմեց իր վրանի մեջ, վերջը մերկացավ։ Ու հետաքրքիր է գրված, որ քամը եկավ տեսավ իր հոր մերկությունը, հիշում եք, չէ՞։ Կարդաք Ծննդոց գիրքն է դա։ Եվ գնաց ինչ արեց։ Իր եղբայրներին ասեց։ Տեսեք, շատ ժամանակ մենք ասում ենք քամի հոգեբանությունից ապաշխարի։ Քամի հոգեբանություն ասելով մենք ինիկատի ունենք մարդու մեղքը, սխալը, տկարությունը տարածել։ Ասում ենք դու քամի պես ես վարվում քո եղբայրների դեմ։ Հետաքրքիր է, որ գնաց ինքը ուրիշ սխալ բան չի պատմել, գիտեք, իր եղբայրներին։ Սեմին եւ Հաբեթին ինքը ուրիշ բան չի պատմել։ Չի ասել, որ ընդ շնություն էր անում, չէր ասում, որ ընդ չգիտեմ կուրք էր պաշտում։ Ինչ տեսել է, այդ էր ասում։ Այդպես չի, այդպես է։ Բայց հետաքրքիր է, որ քամը երբ որ ասեց, Սեմի Հաբեթի մեջ ուրիշ հոգի կար։
Գրված է, իրանք ոչ թե գնացին մի հատ էլ տեսան, այլ հետ գնացին։ Հələ մի հատ էլ ծածկեցին հոր մերկությունը։ Այսօր դուք հոգևոր հայրեր ունեք ձեր եկեղեցիներում, եղբայրներ քույրեր։ Կարող է մենք ձեր հոգևոր հայրը չենք, բայց ձեր եկեղեցում ձեր ծառայողները ձեր հոգևոր հայրություն են անում։ Ձեր նեղությամբ ձեր կողին են կայնած։ Դու ոչ թե քամություն արա, ոչ թե քամի պես հելի սրան նրան ասա, գիտես ինչ կա, էսի սենց տկարություն ուներ, էս մեր եղբայրը սենց էր, նենց էր, կարաս մի հատ սիրով ծածկես, թե չես կարա։ Գրված է սերն է մեղքերի բազմությունը ծածկում, գիտեք։ Ամենաշատը, եթե ինչ որ կոպիտ սխալ կա, դու ավակ սպասավորին կարաս եթաս ասես։ Դու իրավունք չունես քամի պես քո մյուս եղբայրներին կամ քույրերին պատմես։ Դա շատ կոպիտ մեղք է, եղբայրներ քույր, դու դրա համար պիտի զղջաս Աստծո առաջ, եւ հենց այսօր կարող է դու չես էլ մտածում, որ դա մեղք է։ Եվ տեսեք, մյուս թղթի մեջ ինչ է ասում, Եբրայեցիների մեջ Էսի ես ասում եմ, ոնց որ ի օգուտ ձեզի է օգուտ սա, եղբայրներ քույրեր։ Տեսեք ինչ ասում Եբրայեցիների 12-րդ գլխում, 12-ի 17-ը։ Ինչպես վարվեք ձեր առաջնորդների հետ, ինչպես վարվեք ձեր եկեղեցու սպասավորների հետ, եղբայրներ քույրեր, ու իրանք որ ուրախանան ձեզանով։ Շատ ժամանակ մենք Արթուր եղբոր հետ տենց զրուցում ենք մեր տարածքի մասիվի։ Կա ժամանակ իրոք հոգնում են, գիտեք, մարդկանցից մենք։ Համար ասում ենք, ես ինչ ծևի մարդիկ են։ Մի բանը երևի մի 100 անգամ ասում ենք, լացով ասում ենք, աղոթքով ասում ենք, ծոմով ասում ենք, աղաչանքով ասում ենք, խիստ ասում ենք, չի լինում, չեն կարող ընդունեն։ Բայց մարդկա կարող է մի կես բերան ասես, ասում եմ վերջ, էլ դրա մասին խոսալ իմաստ չկա։ Բայց այսօր եթե քո հովին մի բան ասում են, մի 10 բաներ դու ես վրեն դնում։ Էդ է քո սերը քո հովի նկատմամբ, սիրելի եղբայր քույր, հա։ Քո առաջնորդի նկատմամբ քո հարգանքը այդքան է։ Թե որ մենք չենք քարոզում սրա մասին, ես շատ եղբայրներ վախ ասում եմ, որ մենք քարոզենք, ես հիշում եմ միտեղ այս քարոզը տվեցի եղբայրն Աստված Սողոմոն ջան, կմտածեն մենք մեր համար ենք քարոզում։ Դու ասի մենք իրանց ու մեր թող այս պատվիրանը կատարվի, եղբայրներ քույրեր։ Տեսեք ինչ ասում 17-րդ խոսքում, 13-րդ գլխի Եբրայեցի։ Գրված է ձեր առաջնորդներին մտիկ արեք, գրված չի արհամարեք։ Եբրայեցի 13-ի 17 խոսքից եմ կարդում։ Գրված է ձեր առաջնորդներին մտիկ արեք ու անոնց հնազանդ եղեք։ Ինչի համար, գիտեք։ Վասնզի անոնք ձեր հոգիները կհսկեն հոգիների համար եւ որպես թե հաշիվ պիտի տան։ Դու գիտեք, որ ձեր ծառայողները, ձեր տենց հովները, ձեր առաջնորդները ձեր հոգիների համար հաշիվ պիտի տան Աստծո առաջ։ Դուք երևի դրա մասին չեք էլ մտածես կի։ Մեկին պիտի ձեռնադրեին սարկավակ, դե ինքը ուրախ էր, ասեց Սողոմոն ախպեր, ոնց որ դու այդքան ուրախ չես, այ ախպեր ասի, ես ուրախ եմ, բայց ես տենում եմ դու իշքան վտանգավոր տեղ ես քո ոտը երկարացնում։ Ասի դու հանգիստ ապաշխարում ես էլի քումար ապաշխար ինչ ես զում։ Դարձար սարկավակ, դարձար երեց, թե այն վաղտը զբաղվում էր մենակ քեզնով կամ քո ընտանիքով։ Այս անգամ ամբողջ եկեղեցով պիտի զբաղվես, ամբողջ եկեղեցին էլ քեզանով է զբաղվում։ Տենց է գիտեք։ Այն թերությունը, որ դու ոչ ծառայության ժամանակներում ես արել, այսքի ոչ մեկ չի նայել։ Բայց հենց փորձես մի հատ ծառայության ժամանակ ոտդ աշկ գցես կամ ձախ գցես, խոշորացույցով լրիվ ստուգվում է։ Լրիվ։ Մի օքի մոտիկացավ մեր նոր էին ձեռնադրել իրան, վերջը մի սխալ էր թույլ տվել, ինքն էլ հին հոգի էր, սիրտը նեղված էր, որ իրան չէին ձեռնադրել, տենց զրուցում ենք, իրան հորդորում էի, ասում էի, դու օրհնի էլ ինքը երիտասարդ է, բերանով օրհնում էր, բայց վերջը, մեկ ինչ դժվար էր։ Հիմա դրել է դեմը սենց, բաներ է բացատրում, ասի ես էլ եմ սովորում, վերջացրեց, ասի Տերը օրհնի քեզ, մենք ընդունում ենք, որ դու մեզի մեր գործը ցույց ես տալի,
ասի բայց կարելի է մենք էլ քեզի քո տեղը ցույց տանք։ Ասի որ քեզի քո տեղը ցույց տանք, քո չես նեղանա։ Շատ ժամանակ դիմացինը մեր գործը լավ գիտի։ Շատ ժամանակ մեզանից լավ գիտի, գիտեք, ասում դու սենց պետք է լինեք, դու սպասավոր եք եւ այլը, բայց ոչինչ, որ դուք էլ պետք է նազանդ լինեք։ Բայց ոչինչ, որ դուք էլ պետք է մտի կարող լինեք։ Բայց ոչինչ, որ դուք էլ պետք է պատիվ տաք ձեր հովիվներին, ձեր ծառայողներին, ոչինչ, դրա մասին չեք մտածում։ Այս ուղղակի որպես մի ընտանիք ենք խոսում, եղբայրներ քույրեր, այստեղ, որտեղ բոլոր եկեղեցիներից կան այստեղ։ Մենք սպասավոր ենք, շատ ժամանակ շփվում ենք իրար հետ, սպասավորներ կան, արդեն ասում եմ մենք ուզում ենք հրաժարվենք այս ծառայությունից։ Ինչու՞։ Տեսեք ստե գրված է ինչու։ Ասում է հնազանդ եղեք նրանց, վասնզի անոնք ձեր հոգիների համար հաշիվ պետք է տան, հսկում են, որպեսզի ինչ հետաքրքիր է գրած, որպեսզի խնդությունով, այսինքն ուրախությունով այդ գործը անեն եւ ոչ թե հառաչելով, վասնզի այդ ձեզի օգտակար չի։ Եթե քո սպասավորին դու նենց ես անում, որ ինքը իր ծառայության մեջ արդեն նեղվածությունով է ծառայում քեզ, հառաչելով անում փոխանակ ուրախությունով ծառայի, դա քեզի օգուտ չի։ Աստծո խոսքը այսպես է սովորացնում, եղբայրներ քույրեր։ Ես մի համար եմ գրեք, եթե ուզում եք էտել կարակ գրեք, Թեսաղոնիկեի թղթի մեջ էլ մի համար կա, էտել գրեք 5-րդ գլուխն է դա։ Առաջի Թեսաղոնիկե 5:12-ն է։ Ու գրում այսի Պողոս առաքյալը, տեսեք ինչ ասում, եւ ձեզ կաղաչեմ եղբայրներ, որ ճանաչեք ձեր աշխատավորներին եւ վերակացուներին Տիրոջմով, որոնք ձեզ խրատվողներին, ասում ճանաչեք դրանց։ Ասում աղաչում եմ ձեզ եղբայրներ, քույրերն են մտնում սրա մեջ։ Ասում աղաչում եմ ձեզ, որ դուք ճանաչեք ձեր աշխատավորներին եւ նրանց, որոնք ձեզ խրատ են տալիս։ Եվ ինչ անեք, գրված է, որ նրանց մեծապես պատվեցեք։ Ինչ պատվել, շատ ժամանակ պատվելու փոխարեն պատին են տալի մեզին։ Ու ձեզ էդի օգուտ չի, եղբայրներ քույրեր։ Գրված ասում է մեծապես պատվեցեք սիրով իրանց գործի համար։ Եվ իրարու հետ խաղաղություն ունեցեք։ Հիմա էսի լավ մենք ենք խոսում, ես եմ խոսում, բայց ստե մենք բոլորս ապրում ենք, չէ, եկեղեցիների մեջ։ Ավելի լավ է մեկը խոսա, էս էլ է պատվիրան, մենք էս էլ պետք է սովորենք։ Ես հետաքրքիր մի բան եմ ստե գրել, որտեղից է գալի նեղվածությունը, դատը եւ բամբասանքը եւ չարախոսությունը։ Դու չես կարա մեկին սիրես ու իր հետևից խոսաս։ Անհնար բան է դա։ Եթե դու մեկին իրոք Քրիստոսի սիրով սիրես, ինչ ուզում է ինքը քեզի ասի, խրատի, գլխիդ քար աղա, դու միևնույն է, դու նորից Քրիստոսի սիրով սիրում ես իրան։ Կարող է մի մոմենտ, մի պահ մտքիդ ձերով մի բան անցնի, աս մի անգամից դեմ ես ասում ես, ետիս կնա սատանաս դիցելը։ Վախտ ա եղել, ստեղ չի Պավել աղբերը անունով ասեմ, տարոնիկումա չէ լսի։ Մնակ զապիսները չէ թե հասնի։ Երևի 2000 թիվը չէ, այդված չի գնաց Հոլանդիա, երևի 95-6 թվերը։ Այն ժամանակ իր 06-ով տենց վերջը ծառայություն ենք անում։ Պաշտամունքից եկանք, հիշում եմ ծոմով դուրս են գալի, պաշտամունքները վերջացնում ենք, գիշերվաճիկն ենք, որ ժամին գալիս ենք, նոր ուտում ենք ու քնում ենք։ Ուրեմն ճանապարհին ես մեկին մի բան էի ասել, առանց իրան հարցնելու։ Էդի այնպես բաներ, որ հիմա ասեմ դուք ասեք, էդ իսկի չարժեր հարցնել, կամ չարժեր ասել Պավել եղբորը։ Բայց ես ոչ մի տես թաքուն բան չէի բանում։ Նես ջամփինգ շելով գալիս ենք, արդեն հասանք 3-րդ մաս, հոկտեմբերից ենք գալի։ Այս Պավել աղբեր, այդ իր ձեռնադրության օրն էր։ Լավ հիշում եմ, իր ձեռնադրության օրն էր։ Վերջը, չեմ ուզում ասեմ ինչ էի ասել։ Բայց նես բարձ հասարակ մի բան էր, որ ասեմ խնդակ ասեք, հա դրա համար խոսացել է Պավել աղբեր քո վրա, այն էլ ինչ խոսալ։ Ասեցի, ես բան եմ էլի մեկին ասել, բայց ասի քեզ պետք է հարցնեի նոր դուրս ենք եկե հոկտեմբերյանից,
Արդեն Երևան մտնում ենք 3-րդ մասի կողմերը, տենց ասեցինք։ Քանի ժամ իրանց հայատը կայնած, աղբերը օծման յուղ շիշը սենց հանեց ու լրիվ դատարկեց գլխիս։ Գրված է, չէ, արդարը թող զիս զարնե, դա ինձ համար գլխիս յուղ է, ոչ թե քար է, շատերն ասում են քար կոծում են, չգիտեմ, սխալ արտահայտություն է, օծման յուղ է դա։ Վերջ արդեն ես պետք է ռայոն ինքը տուն հելավ, լրիվ ճամփը շշկրվել է, ռայոն գնալու փոխարեն ես իմուր գնացի։ 3 ժամ վրեդ մի մարդ խոսա, ոնց կլինի, հալատ ոնց կլինի։ Վերջը գնացի, դե առավոտ շուտ պետք է գայ, որ նորից գնանք ծառայության։ Առավոտ 8-ին նորից դրանդեմ կանգնած եմ, հելա վերջը զանգը տվի, ընես փաթաթվավ, ընես բան, ոնց որ երեկվա Պավել եղբայրը չլներ։ Մեկ էլ ասեց, այ տղա, ես ասի դու գնացիր ու գնացիր։ Ասի չէ, հա, ավտոդ մոտս էր, ուր է թայ Պավել Ախպերտյան։ Հետաքրքիր է, միջև հիմա էր շատ ժամանակ, այստեղ կանգնած ենք անցած շաբաթ, մեր Դավիթի աղբերն էր, Սամվել աղբերն էր, իր ընտանիքով տես կայնած խոսում էինք, պաշտամունք էր ստետում, մի հատ ես նոր հենց հասել է իրանց մոտ, մի հատ հարց տվեց իր կինը, այդ հարցին է պատասխանում Պավել աղբերս դռնից ելավ դուրս։ Մի հատ օծման յուղով ընձի օծեց, ուրիշին բան չասեց։ Հավաքել ես գլխիդ խոսում ես, փոխանակ սրանց ասես գնացեք պաշտամունք, ընձի կպավ։ Այդ լրիվ առաջ, ասի օխայ տերը օրհնի Պավել աղբեր։ Մի ժամ հետո նորից իրար այդ հարազատ նստած չա ենք խմում։ Ժորժան, այ ես ուզում եմ այդ հարազատությունը սերը ձեր բոլորի մեջ լինի, ձեր սպասավորների նկատմամբ, գիտեք։ Այ երբ որ դու ընդունես, որ իրոք ինքը քեզ որպես հայր է ասում, դու իրանից երբեք չես նեղանա։ Կարող է դու նեղանաս քո բնույթից նեղանաս, որովհետև դու նեղացկոտ ես, այդ դրանից նեղացի։ Բայց որ իրանից նեղանաս, դա սխալ է։ Ես մի համարն էլ ես կարդամ բոլորիս համար եւ գանք աղոթքի։ Ինչի է բերում այդ կյանքը, եթե դու էդի շարունակում ես դրա մեջ ապրել, առաջի թուղթ Հովանին եմ կարդում, 3-րդ գլուխն ասա։ Ինչու համար ես դու ընկնում դրա մեջ։ Եվ տեսեք հակառակորդը ինչքան ճարպիկ եւ խորամանկ է, որ հավատացյալներին տեսեք ուր կարա հասցնի, եթե դու քո եղբորը չսիրես։ Եթե դու քո սպասավորին չես սիրում, մնացածին չես կարա սիրես, որտեվ ինքը քո համար հոգ է տանում։ Տեսեք ինչ է գրված 3-րդ գլխի մեջ։ Այսի խոսում է եղբայրասիրության մասին, որ մենք դուք պարտավոր եք ձեր եղբայրներին սիրեք, իսկ եթե չսիրեք, ինչի է հասցնում դա։ Հələ չարախոսությունով սկսում է, բայց մարդասպանությունով վերջացնում է, գիտեք։ Տեսեք ինչ է գրված 14 խոսքը, 3:14-ը առաջի թողթ Հովանում։ Գրված է մենք գիտենք, որ մահեն դեպի կյանք փոխադրվեցանք, վասնզի եղբայրներին կսիրենք։ Այսինքն եթե դու եղբայրոդ տեսնում ես ու չես սիրում, դու դեռ մահից դեպի կյանք չես տեղափոխվել։ Որտեղ ստեղ այդպես ասում մենք գիտենք, որ մահից դեպի կյանք փոխադրվել ենք, որովհետև եղբայրներին սիրում ենք։ Դու չես կարող մեկին սիրես ու իր հետևից խոսած, գիտես, դա անհնարին բան է։ Կարող է մի պահ մտքովդ մի բան անցնի, նեղվես, բայց փորձի որ ոչ մեկի մոտ չարտահայտվես։ Տիրոջ առած սիրտը տված ասա Տեր մաքրի իմ սիրտը։ Ես ինչ եմ խոսում ես իմ եղբոր հետևից։ Ասում որովհետև մենք մահից դեպի կյանք փոխադրվեցանք, քանզի մեր եղբայրներին կսիրենք։ Ան որ իր եղբորը չի սիրում, գրված է մահի մեջ է։ Ներքևում գրված է որ ան որ իր եղբորը չի սիրում, մարդասպան է։ Դու տեսեք այդ հակառակորդ պիղծ սատանան եղբայրներ քուրեր, ոնց է հավատացյալին սարքում մարդասպան, որպեսի վերջում էլ որպես մարդասպան դատաստանի օրը քո մեղքերը քո դեմը կդնի։ Եվ տեսեք ինչ ասում 4-րդ գլխում անմիջապես կողքը 4:7-ում։ Փաստորեն առաջի նախապայմանը սա է, եթե դու սիրես քո եղբայրներին, եթե դու սիրես քո քրոջ հետ, աստվածային սիրով, դու մահից դեպի կյանք ես ուրեմն տեղափոխվել։ Այսինքն խավարից դեպի լույս ես գնացել, դա է նշանը։
Տեսեք ինչ ասում 7-րդ խոսքում 4-րդ գլխի։ Սիրելիներ, մեկս մեկ սիրենք, վասնզի սերը Աստծմե է։ Ան որ կսիրե, Աստծմե ծնված է։ Փաստորեն քո ծնվելու միակ լույսը, այսև խոսքը, վերջը դևիզը, ինչ ուզում ես ասա, նայա, որ դու սիրում ես քո եղբորը, որ դու պատվում ես քո եղբորը, այն էլ մեծապես ես պատիվ տալ իրան, որ դու հնազանդ ես, լսող ես իրան։ Փաստորեն քեզ ծնունդ է տալիս։ Երկրորդը, ասում է, ան որ կսիրե, Աստծմե ճանչված է։ Փաստորեն, եթե դու սիրես, այդ սերը քեզի Աստծուն բերում է ճանաչողության։ Դու ճանաչում ես Աստծուն, Աստված ճանաչում է քեզ։ Ներքևում տեսեք ինչ ասում է, գլխով խնդրեմ 4-րդ գլուխնա մի քանի խոսքեր են դուք ձեր տներում կարող կարդալ կամ սենակներում։ Տեսեք ինչ ասում 12-րդ խոսքը։ Մեկը երբեք Աստված չի տեսե, եթե մեկս մեկ կսիրենք, Աստված մեր մեջ կբնակվի։ Դու նայես Աստված բնակվում է քո մեջ արդյոք։ Աստված չի կարա բնակվի այն մարդու մեջ եւ այն սրտի մեջ, որի ներսում դատ, բամբասանք, նեղվածություն եւ չարախոսություն կա իր սպասավորի նկատմամբ եւ բոլորի նկատմամբ։ Եթե դու քո ծառայողի հետևից քարում ես խոսած, ուրիշների մասին խոսալ իմաստ չունի։ Նրան սաղ-սաղ էլ դու կարաս թաղես։ Շատ ժամանակ ասում են ինքը իմ համար մեռած է։ Դու թաղել ես իրան քո սրտի մեջ արդեն վերջ, ինքը մեռած է քո համար։ Ներքևի խոսնել կարդանք, ասում է, եւ մենք ճանչցանք ու հավատացինք այն սերը, որ Աստծմե էր, որ մեր վնար ուներ, Աստված սեր է։ Էսի շատ տեղեր է քարոզում, գիտեք, բայց ես շատ ժամանակ կարդում եմ նաև էսի մյուս կողմից։ Ես կարդում եմ ուղիղ, Աստված սեր է, բայց երիտասարդներին ես շատ եմ ասում, բայց սերը երբեք չի կարող Աստված դառնա։ Այո, Աստված սեր է, բայց եթե դու սերը աստվածացնում ես, սիրելի երիտասարդ, դու զգուշացի, հենց էդի քո գլխին փորձանք կբերի։ Սիրահարված գիտեք, չէ՞ ինչա։ Եթե դու եղբայրն ասում է չեն իմանում, դու ես ու դու չենք իմանում, իրանք մեզանից լավ գիտեն։ Դրա համար հարվածի տակ են ընկնում շատերը։ Եթե Տերը կամենա սաղ մնանք այտենց թեմա կա սրտիս մեջ խոսալու, առաջի պատվիրանը ով է հիշում։ Չէ՞։ 10:27 Սիրի քո Տեր Աստծուն, քո ամբողջ սրտով, ամբողջ անձով, մտքով եւ էությամբ, եւ ինչի համար է գրում ամբողջ, դրա մասին կխոսենք, եթե Տերը կամենա։ Իսկ եթե ամբողջ չի, ապա ինչ է բա։ Ով կանդեղ։ Ումն ես դու թողե, այդ ինչ աղվեսներ են, ներեք խոսում ենք, չէ՞։ Չգիտեմ, տենց ականջից հասել է, որ երբ որ տենց ես այդ քարոզել եմ այդ քարոզը, երեխեքը իրար ականջին ասել են Սողոմոն աղբերն ասում է աղվես, բայց մերը արջ։ Այո, աղվեսը թողեցիր կդառնա գայլ, հետո գայլն էլ կդառնա արջուկ։ Հետո մի օր քեզի ընես կհոշոտի այդ արջը։ Այս մի համարներ կարդանք, այս բոլորը ես կարդում եմ մի բանի համար, եղբայրներ քուրեր, որ մենք ազատ ապրենք սատանայի որոգայթներից։ Իրոք որպեսի դու ազատ եւ արձակ ապրես եւ թույլ չտաս, որ մեկը իմ խնդրվածն է ձեզ, եթե որևէ մեկը, ով ուզում է լինի, եթե դու հանգարց լսում ես քո հովից, քո ծառայողից կամ քո եղբորից մեկը սկսում է խոսալ, մի ամանչի տեղում բերանը փակի։ Փակի բերան իրա։ Ասա բերանը փակի, մի դատի։ Ինձ էլ մի գցի այդ մեղքի մեջ։ Անհնար է, որ դու լսես մեկի դատ ու բամբասանքը, երբ որ դու հանդիպում ես այդ տվյալ անձնավորության, անմիջապես սատանան քեզ հիշացնում է այդ մարդու մասին, ինչ որ խոսացել են քո ականջներին։ Այդպես չի ժողովուրդ ջան։ Այդպես է, չէ՞։ Թե տենց չի։ Տենց է, տենց։ Տեսեք ինչ է ասում, ինչի է բերում սերը։ Ասում է, Աստծով է սերը մեր վրա կատարյալ, որպեսի համարձակություն ունենանք դատաստանի օրը։ Ես այս համար ինչքան կարդում եմ, ասում եմ, Տեր Աստված, սերը ինչ կապ ունի դատաստանի օրվա համար։ Տեր Աստված, սերը ինչ կապ ունի համարձակություն տալու դատաստանի օրը, ինչ կապ ունի էդի։ Եղբայրներ քուրեր, Ահարոնին ու Մարիամին բռնացրեց Աստված։
ու բերես դատի։ Ասես դուք չվախեցաք։ Եվ որ ասում է, իրանք ամբողջությամբ արդեն վերջը թուլացան, ոչ մի բանում համարձակություն չունեն Աստծու առաջ խոսալու։ Չլինի, որ Աստված դատաստանի օրը քո դեմը բան ունենա դնելու։ Ասի դու ինչու համարձակվեցար, այդպես վարվեցար։ Ինչու համարձակվեցար, քար շպրտեցիր։ Գրված ասում է այդ 7 եկեղեցիների մասին հրեշտակների, ասում են նրանք այդ աստղերը իմ ձեռքերի մեջ են։ Եթե դու այդ քարերը շպրտում ես քո սպասավորի վրա, դու քարը շպրտում ես ուղիղ Հիսուսի վրա, սիրելի օքի։ Նրանք Տիրոջ ձեռքերի մեջ են։ Եթե հարցեր կան, Աստված իր սպասավորներից գիտի ոնց կլուծի։ Դա հաստատ քո խնդրեմը չի։ Դու մի մտահոգվի։ Դու ընդամենը լացի եւ աղոթի։ Եթե դրա կարիքը կա, կամ իրան ասա, կամ իրանից ավակ սպասավորին ասա, քո գործը դա է։ Քո գործը կողքինին ասելը չի։ Չլինի, որ դու հանգար դատաստանի օրը համարձակություն չունենաս Տիրոջ երեսին նայելու, որտեղ դու համարձակվել ես դատելու, բամբասելու մեկին, որին միայն Աստված իրավունք ունի դատելու։ Գրված է, ով ես դու, որ ուրիշի ծառային դատում ես, Ժորժան, այդ մեղքերի համար ով պետք է խոսա։ Եկեղեցիներում սպասավորները այս թեմաները չեն խոսում։ Կարող է խոսում են շատ քիչ, բայց էսի այն վայրն է, այն հնարավորությունն է, որ Հայաստանյաց կամ հայոց բոլոր եկեղեցիներից մարդիկ կան ստեղ։ Եվ այս ջուրը բոլոր տեղերեր տանում են։ Գրեք ձեզ մոտ, որ տանեք բոլորին էլ ասեք, այսպես ասում Աստված, այս պատվիրանա մենք պետք է ապաշխարենք այս հարցերից էլ։ Այո, հավատքդ բժշկվավ, խոսքը հասավ տեղ, բայց այս պատվիրանները ով պետք է կատարի բա։ Եվ տեսեք մյուս համարն էլ կարդանք եւ գանք աղոթքի։ Գրված է սիրո մեջ վախ չկա։ Ինչ է նշանակում սա։ Մի հատ քույրիկ ասում եմ քուր սիրում ես քո սպասավորին, ձեն չի հանում, դե որ ձեն չի հանում հասկանալի է։ Ասի գիտես ինչ, սիրո մեջ վախ չկա, մի վախեցի, սիրի իրան։ Մի վախեցի, սիրի քո սպասավորին։ Ոչինչ, ինքը քեզի ծեծում է, նեղացնում է, ինչ որ է, բայց դու կարաս սիրես իրան։ Շատերը վախենում են սիրեն։ Մի վախեցեք։ Սիրո մեջ ոչ մի վախ գոյություն չունի։ Դու լը սիրի ու կտենաս ինչ հաղթություն է գալի քո մեջ։ Ու վերջի համարն ասում է, ան որ կսե ես Աստված կսիրեմ։ Ասում է դու որ քո եղբորը տեսնում ես ու չես սիրում, Աստծուն որ չես տեսնում, ինչպես ես ասում, որ ես սիրում եմ իրան։ Եղբայրներ, քույրեր, Աստված դրել է ամեն մեկի համար մի էակ, մի անձնավորություն, դա կլինի քո հայլին։ Դու դրանով կարաս տեսնես, դու սիրում ես Աստծուն, թե չես սիրում։ Ասում է, եթե դու ասում ես, որ ես սիրում եմ Աստծուն, բայց դու չես տեսնում իրան, բայց եղբորը տեսնում ես ու չես սիրում, ասում է, Աստծո սերը ինչպես կբնակվի այդ մարդու սրտի մեջ։ Որպեսի մենք համարձակություն ունենանք դատաստանի օրը, իմ աղաչանքն է, մի ամանչեք, այս աղոթքի մեջ ձեր սիրտը դատարկեք Աստծո առաջ։ Համարձակություն ունես, գնա քո սպասավորին ասա, մի վախեցի, ինքը քեզի բարևից չի զրկի։ Մի հատ քույրիկ ասում էր, բա որ այդ համ ասեմ, ինձ բռնի բարևից զրկի։ Այ քուր չի զրկի բարևից, չի ասում ինքը կզրկի, այ քուր չի զրկի։ Ու գնաց է ասել էր, գիտեք ինչ էր եղել։ Չեր զրկե, դա հաստատ, եղբայրներ քույրեր։ Ու այդ եղբայրն ասել էր, ես այսքան ժամանակ սպասել եմ քեզ, ես գիտեի, որ դու ինձ չես սիրում։ Ես միշտ լսել եմ ինչ որ դու խոսացել ես։ Սպասում եմ այսօրվան, որ դու գաս, աղոթենք, որ Աստված քեզի ների։ Դու մի մտածեք, որ ձեր ծառայողները չգիտեն ձեր վիճակի մասին, շատ էլ լավ գիտեն։ Մի հատ քո հետ բարևելուց զգում են, թե դու ով ես։ Դրա համար իմ աղաչանքն է, եղբայրներ քույրեր, որ համարձակություն ունենաք Աստծո առաջ ու ձեր սպասավորներին իրոք սիրեք ու պատվեք հենց այն գործի համար, որ Աստված դրել է իրանց այդ գործի մեջ։ Չենք ասում կաշտում շրվար առեք տարեք նվեր։ Դրա կարիքը ոչ մեկ էլ չունի։ Բայց ձեր քաղցր վերաբերմունքը, ձեր լսելու ականջ ունենալը, դա միլիոն արժի։ Ծնողները գիտեք ինչ էին ասում երեխեքին, ձեզ էլ ասած կլինեին։ Ասում են քո փողը մեզի պետք չի, դու մենակ լսի մեզի։ Ժորժան,
մեզ ձեզանից ոչ մի բան պետք չի։ Ոնց որ եղբայրն ասեց, մենք մի բանի համար ենք մտահոգված, որ ձեր վրա ոչ մի հատ բիծ եւ առատ չլինի։ Այն սպասավորը, եթե քո վրա չի խոսում, ուրեմն ինքը բարի հովիվ չի քո համար։ Դու մի հատ նայի, քո սպասավորը քո վրա խոսում է, թե չի խոսում։ Որ դու մի հատ սխալ անում ես, ինչ ասում է դե ինքը գիտի։ Գերմանիայում մի հատ եղբայր կար, մենք մի քիչ զրույցի բռնկվանք, ինձ ասում է դու ձեր անդամների վրա շատ ես խոսում, ասի լավ եմ անում։ Ասես ոնց, ասի հենց այդպես լավ եմ անում։ Ասի բայց որ դու տենում ես մեղքը, ասի եթե գառը ընկելա փշերի մեջ, ընկելա ցեխերի մեջ թավալվել է, ու դու մի հատ դրան չես տանում լողացնում, մի հատ փուշը վրից չես քաշում պոկում, թեկուզ սկի գառների վրից փուշ պոկած կակ, փուշը որ քաշում ես, ով որ գեղի ժողովրդակ իմանա, փուշը որ քաշում ես, չէ, սենց կաշվի հետ սենց ձգվում է, դե բրդի մեջ սենց բան է, դե որ կաշին ձգված ցավացնում է, գիտեք, որ կարող է այդ փուշը պոկելուց ձեր վրից որ փուշը պոկում ենք, չէ, մենք կարող է ցավակ դուք, որտեվ եթե ներսում թարախ կա, բժիշկներ կան, որ սենց բանը յուղը կսում են այդ թարախի վրա, սենց կապում են բինդով, ասում են գնա միջև լավանա, թարախը գնալով լրիվ կտարածվի, ստե բժիշկներ կան, բայց մաքուր իրական բժիշկը գիտեք որն է, որ լանցետը գցում է ուղիղ այդ թարախի վրա, թարախն էսը պորտկալով լրիվ դուրս է տալի, ոչ մեկ ինչ կղժաս, մեկ ինչ կնեղվես, մեկ ինչ կլացես, բայց զատո կբժշկվես, Տերը թո օրհնի մեզ բոլորիս, կանգնենք աղոթքի եղբայրներ քուրեր, ես կխնդրեմ մի բան, առանց ամանչելու, ձեր բարձրացնենքը, ես էլ ձեր մեջ, ձեր բարձրացնեն նրանք, ովքեր խոսել են իրանց սպասավորների հետևից, ովքեր նեղվել են ու միջև մեր նեղված են, տենց մարդ կա ձեր մեջ, որ աղոթենք իրանց համար, այստեղ չի երևում, ես մեջտեղի շարքը լրիվ սուրբ են, Աստված տեսնում է այդ ձեռքերը, ովքեր որ ամանչում են չեն բարձրացնում, այս աղոթքի մեջ դու կապնվի Տիրոջ հետ, ու ասա Տեր ների ինձի, որ ես նեղվել եմ, կարող է չեմ արտահայտվել, բայց իմ սրտի մեջ ես դատել եմ իմ սպասավորին, աղոթենք, որ Սուրբ Հոգին ների և ազատ արձակի։